Գլխավոր դատախազությունում մենք եղանք հանդիպում ունեցանք գլխավոր դատախազությունում, հանգամանորեն ներկայացվեց ամեն ինչը, արդյունքը 0, որովհետև բոլորը գիտակցում են, որ դա եղել է իրենց բաց թողումը, որովհետև ոնց կարող պատահի, ինչ որ մի կառույց ֆինանսական հսկայածավալ գործունեություն ծավալի Հայաստանի Հանրապետությունում, ես նորից եմ շեշտում, ֆինանսական հսկայական գործունեություն ծավալի Հայաստանի Հանրապետություն եւ չունենա կենտրոնական բանկի լիցենզիա։ Դուք պատկերացնում եք, հարց առաջան, պարոն Սիմոնյան, պարոն ազգային անվտանգության տնօրեն, բա ձեր կառույցը որտեղ է նայ է։ Այո, դժոխք ճանաչել եմ քրեական կոմիտեում։ Պարոն դուք խնդրում ես շարադրեմ վերջում դուք հարցերը կտաք։ Ներողություն, մենք շարադրություն չենք եկել լսենք։ Մենք ուզում ենք հարցերի պատասխաններ ստանանք, հասկանանք ինչի մասին է խոսքը։ Ես հասկանում եմ, որ դուք ինչ որ տեքստ եք պատրաստել, բայց մենք չենք։ Ես որ միտքս կվերջացնեմ, նո դուք հարցերը կտաք, ոնց որ այցիկ պարոն Կարագոզյանին։ Հիմա հարցը սողում եմ գլխավոր դատախազ Տիկին Վարդապետյանին։ Ազգային ժողովում պատգամավոր Հովիկ Աղազարյանը կոնկրետ հարց տվեց Տիկին Վարդապետյանին վերաբերվող կիբերհանցագործություններին։ Տիկին Վարդապետյանը պատասխանում է, որ մենք նման գումարի վերադարձի նման մեխանիզմ մենք չունենք, հանցագործներին կբռնեն եւ դրանց միջոցով կվերադարձնեն գումարները։ Հիմա հարց առաջանում Տիկին Վարդապետյան, բա այս քաղաքացիները ինչ գործ ունեն հանցագործների հետ։ Դուք պետք է կանխեիք, ձեր կառույցները դա պետք է կանխեր, այլ ոչ թե թողեր, որ ամիսներ շարունակ ծաղկեին եւ բարեհաջող Հայաստանից հեռանային։ Հետևից էլ երևի ջուրերը շփե, որ բարի ճանապարհ ձեզի։ Այսա արդեն Տիկին Վարդապետյանին։ Հիմա անդրադառնամ պարոն Իսախանյանին, Գագիկ Իսախանյանին։ Ընտրությունների ժամանակ, երբ որ քարոզարշավ էր ընթանում, Եղվարդ քաղաքում ես մոտեցա մոտենալ պարոն վարչապետին եւ կիբերհանցագործության հարցը բարձրացնել։ Կտրուկ, որտեղ sense հնարավոր չի մարդիկ խափնվեն թալանեն եւ թալանվեն եւ ոչինչ տեղից չշարժվի։ Իհարկե թույլ չտվեցին, որ ես վարչապետի նման հարցը տայի։ Ես մոտեցա Գագիկ Իսախանյանին եւ ներկայացա որպես ինչքան հասկացա աշխատակազմի ղեկավար։ Եվ Գագիկ Իսախանյանը մի փայլուն միտք արտահայտեց։ Ինձ հարց է տալ, դուք ո՞ր հարտակից եք տուժվել։ Ասում հելոբիտից։ Դե ասում դե դու գումարես դրե տուժվել ես, այն մյուսներ գումարադրե օգտվել է։ Ինչ փայլուն միտք արտահայտեց։ Հիմա ես պարոն Իսախանյանին ուզում ասել, հարգելի Իսախանյան, հարգանքներս ձեզ, առաջի հերթին, որ ձեր եղբայրը զոհվել է իմ որդու հետ միասին, այս երկրի համար։ Դրա համար հարգանքներս ձեզ։ Պարոն Իսախանյան, դե որ այդպես է, բա այդ կառավարությունը ինչի անգել են նախկինների թալաները ուզում վերադարձնի։ Նրանք թալանել օգտվել են, մենք էլ տուժվել ենք։ Ունեմ քվիտ է, մարդկանց թալանվածը վերադարձ թող գնան։ Սա է զուգահեռներ եմ տանում պարոն Իսախանյանի ասացի եւ իմ ասացի միջև։ Կլինի նման ձևով վերաբերվել է տուժած քաղաքացիներին, որոնց որ իրենց վատ աշխատանքի պատճառով մարդիկ տուժվել են։